Վայ սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Այսօր եթերը այս կրակոտ արծի վրա պահելով կանեմ, կրակոտ արծի, որը խորհրդանիշն է մարգարեական ծառայության, այս կրակը, որը գալիս է, Աստծո կրակն է, որը իջնում է ամեն իրավիճակի վրա ու մոխրացնում է ամեն դիվային ծրագիր, ամեն անօրենություն, ամեն բան, ինչ որ Աստծուց չի, ամեն բան, ինչ որ բարձրացած է Աստծո կամքի դեմ, մոխրանում ու ոչնչանում է։ Աստված արդար դատավոր է։ Ես ուզում եմ, որ դուք հստակ դրա մասին իմանաք ու չկասկածեք։ Աստված անաչառ է ու Աստված ամեն բան ավելի լավ գիտի։ Ամեն իրավիճակ Հայաստանում, որ ստեղծված կա, Աստված ամեն մանրուքով գիտի ով ինչ է մտածում, ինչի համար, ինչ ծրագիր է հետապնդում, ինչ մոտիվացիա ունի, ով ում ծրագրի կատարողն է, ամեն բան Աստծո աչքի առաջ է, ու Աստված շատ լավ գիտի ում արդարացնի, ում պատժի, ամեն բան վերահսկում է Աստված, ու որևէ մեկը թող չմտածի, որ ինքը պետք է Աստծուն ուղղորդի, կամ կարա Աստծուն ուղղորդի, որպեսզի Աստված անի այն, ինչ որ ինքն է ուզում, եթե նույնիսկ ինչ որ մեկի աղոթքը այդ ձև է ու Աստծո կամքի համաձայն չի, Աստված չի պատասխանում աղոթներին, որը իր կամքով չեն։ Աստծո կամքին հակառակ արված աղոթները կախարդություն են, որը Աստված ոչ միայն չի պատասխանում, այլ հանդիմանում է նման ձևով վարվողներին։ Աստված կանգնած է իր կամքի համար ու իր կամքը կատարողների աղոթն է, որ լսում է։ Ամեն մի բան բարձրացած Աստծո կամքի դեմ, Աստծո տեսիլքի դեմ, հակառակությունը, որը գալիս է հակառակության ոգուց, որը սատանայից է, որը մարդկանց դրդում է, որ դուրս գան Աստծո կամքի դեմ, իրանք տանում են, գնում են դատաստանի, իրանք գնում են պատժի։ Տեսիլքի դեմ գործող ամեն մեկը արդեն իսկ պատժված է ու անարգված է։ Կարաք տեսնեք Ռուսաստանում կատարվող դեպքերը։ Անդադար ասում էի, որ Ռուսաստան չհարձակվեց Ուկրաինայի վրա, 15 թվականից Աստված ինձ երազող էր տվել ու ասել էր. Ռուսաստան չհարձակվեց Ուկրաինայի վրա, պատերազմը կվերադառնա քո երկիր։ Երբ որ ես ասում էի դրանց, Աստծո մարգարեների հետ ուղերձը փոխանցում, որոնք Ռուսաստանում էին ապրում, ես ասում էի վտանգ կա, կանգնեք աղոթքով, հակառակվեք, եթե ունեք հնարավորություն տեղեկացրեք, թույլ մի տվեք, որ այդ չարիքը ձեր երկրում սկսվի, որը անդրադառնալու է, հետ է գալու դեպի ձեզ։ Լսում էին ու անարգում էին, չէին հավատում, այսօր փաստացի դրա մեջ ապրում են։ Ասել եմ, եթե Պուտինը գահընկալ չլինի, Ռուսաստանը քանդվելու է 6 մասի, որտեղ Ռուսաստանում Մոսկվան ու Ռոստովը դառնալու են տարբեր երկրների մայրաքաղաքներ։ Ու այս խոսքը այս պահին ակտուալ է, եթե այս պահին կարողանան Պուտինին հեռացնեն, կփրկեն Ռուսաստանի ամբողջական այս տարածքը, բայց եթե Պուտինը շարունակի մնալ իշխանությամբ, Ռուսաստանում սկսվելու է քաոս, ինչի մասին ասել էի մայիսի 23-ին ասեցի ու դուք տեսեք դեպքերի զարգացումը, տեսեք ինչքան կտրուկ է զարգանում իրավիճակը, դեպքերը էլ ավելի կտրուկ կարան զարգանան ցանկացած րոպեի, ու ես ուզում եմ, որ Հայաստանում պատկերացում ունենան, որ կարա այդ իրավիճակը իրականում ստեղծվի, որ Ռուսաստանը սկսի քանդվել, Ռուսաստանի տարածքում սկսեն բաժանություններ, երկրները սկսեն անկախանալ որոշակի տարածքներ նաև, որոնք իսլամական են, մուսուլմանական են, հատկապես Հյուսիսային Կովկասը, ինչ մարտահրավերներ է սպասում Հայաստանին դրանից հետո։ Իհարկե, Ռուսաստանի քայքայման պատճառով է, որ մեծ հայքի սահմաններով Հայաստանը պետք է ազատագրվի, այլ տարբերակ չկար։
եթե Պուտինյան իշխանությունը մնում է իշխանության, ինքը բաց չի թողում Հայաստանը։ Կամ պետքա իրան փոխեին, իրա փոխարեն ուրիշ մեկը գա ու հնազանդվի Աստծու կամքին, բաց թողելով մինի Արարատի աստղանազի թագավորությունը, կամ Ռուսաստանը քանդվելու է ու դրանից հետո է, որ Հայաստանը անկախանալու է, իրականում ազատվելու է ռուսական ազդեցությունից ու մեծ հայքը սկսելու է վերականգնվել, այլ ճանապարհ չկա։ Ու սա Ռուսաստանի վրա այն դատաստանն է, որ գալիս է իր աննազանդության պատճառով, որ ինքը հակառակվել է Տիրոջ խոսքին, երբ որ Աստված իրան ասում էր բաց թող Հայաստանը, բաց թող մինի Արարատի աստղանազի թագավորությունը։ Ռուսաստանը դրան հակառակ փորձում էր ստեղծել ու վերականգնել սովետական միությունը, ու ինքը ստացավ դատաստանն ու պատասխանը Աստծուց, որը տեսնում եք հիմա, ու այս դատաստանը սպասում է բոլոր այն երկրերին, ովքեր որ ունեցել են Աստծուց հրաման բաց թողելու մինի Արարատի աստղանազի թագավորությունը, բայց հակառակվել են այդ խոսքին։ Խոսքը վերաբերում է Թուրքիային, Ադրբեջանին, Պարսկաստանին, Վրաստանին ու նաև Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին։ Իրանք արդյոք գործում են տեսիլքի համաձայն, ուզում են մինի Արարատի աստղանազի թագավորության վերականգնումը, իրանք քաղաքականությամբ դա են անում, թե ճիշտ հակառակը, ձգտում են Օսմանյան կայսրության վերականգնումը։ Եթե նույնիսկ կառավարությունից բացի տեսիլքին հակառակված են այլ ուժեր Հայաստանում, ու նույնիսկ եթե հակառակված է առաքելական եկեղեցին կամ ավետարանչական եկեղեցին, նույն արդար դատը բոլորին է վերաբերվելու։ Ամեն դիրքորոշում կարևոր է։ Տիրոջ կամքը լսողը, կատարողը օրհնված է, Տիրոջ կամքը լսողը, անարգողը անիծված է։ Սա Տիրոջ արդար դատաստանն է ամեն մեկի վրա ու ամեն իրավիճակի վրա Հիսուսի զորավոր անունով։ Ու փառք Հիսուսին, որ ինքը արդար դատավոր է, մինի Արարատի աստղանազի թագավորությունը իր սեփականությունն է, ու իր կամքի դեմ գործողի հետ ինքը անում է իր սրտի ուզածը։ Տերը շնորհակալ եմ, որ դու ես վարում քո պատերազմը ու ցույց ես տալի քո զորավոր ձեռքը Հայաստանի վրա ու Հայաստանի շրջապատող բոլոր երկրերի վրա, ովքեր որ մասնակցություն ունեն Հայաստանի կյանքում։ Օրհնված լինի ամեն մեկը, ով որ լսել է ուղերձը, զինելու պատրաստելու մինին Արարատն ու աստղանազը, ու ամեն մեկը, ով որ անարգել է քո խոսքը, թող արժանանա այն դատաստանին, որը քո կողմից որոշված է։ Դու արդար դատավոր ես, ու ես գիտեմ, որ դու ամբողջովին լիակատար ձևով անում ես լավագույն ձևով ու արդար ձևով։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու Հայաստանը ազատում ես քո հոգու զորությամբ, քո զորավոր ձեռքով, ցույց տալով, որ Հայաստանի Տերն ու Տիրակալը դու ես, իրական իշխանը Հայաստանի վրա դու ես Հիսուս, ու ամեն մեկ, ով որ կկասկածի քո իշխանությանը, թող արժանանա դժոխքի։ Ամեն մեկը, ով որ դուրս կգա քո դեմ Քրիստոս, ամեն հակաքրիստոսի ոգի թող դատապարտված լինի դժոխքի Հիսուսի անունով։ Ամեն։